Պարոն Փաշինյան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել դատաիրավական համակարգում, ահռելի ռեսուրսներ է ներդրել այն բանի համար, որ մեր քաղաքացիները ունենան արագ եւ արդյունավետ արդարադատություն։ Սակայն տարիներ անց մենք դեռ խոսում ենք այն մասին, որ մեզ մոտ արդարադատությունը ուշանում է։ Ես պետք է խնդրեմ ձեր կարծիքը այս առումով եւ խնդրում եմ ասել, որը պետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարության դերակատարությունը եւ դատական իշխանության տարբեր դերակատարների պատասխանատվությունը ժամանակին եւ արդյունավետ արդարադատություն մեր քաղաքացիներին հրամցնելու հարցում։ Շնորհակալ եմ շատ, նախ ողջունում եմ բոլոր ներկաներին եւ կարեւորում եմ այս քննարկումը եւ երեթե մի քիչ էլ ուշացել ենք, այսինքն լավ կլիներ այս ընթացքում մի քանի անգամ քննարկացնենք այս հարցերը, բայց հիմա գիտեք, ես կարծում եմ, որ պատճառներից մեկը, որը ընկած է հարցադրման հիմքում, նաեւ այն է, որ որոշակի խզում կա այնուամենայնիվ, ընդ որում եւ կառուցակարգային եւ բովանդակային Հայաստանի Հանրապետությունում արդարադատության եւ սահմանադիրի, եթե այսպես ասենք, ժողովրդի միջև, որովհետեւ տեսեք ինչ ենք մենք ասում նաեւ, ես այդ հարցի մասին շատ եմ մտածել, ինչ ենք մենք ասում կամ ինչու կա այդ հարցադրումը, թե արդյոք արդարադատությունը եւ արդարությունը նույն բանն են կամ արդյոք պիտի լինեն նույն բանը, մեծ հաշվով երբ որ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ նման ձևակերպում եւ հարցադրում մեր իրականության մեջ կարող է գոյություն ունենալ։ Ես կարծում եմ, որ դրա պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին։ Ինչ նկատի ունեմ հասկանալի չէ, երբեմն բառից բուն իմաստով հասկանալի չէ, որովհետև ես այս ընթացքում իմ շփումների, քննարկումների արդյունքում նաև հասկացել եմ, որ մենք ունենք նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր, որովհետև բայց այդ լեզուն ոչ միայն խնդիրը ոչ միայն նա, որ այդ լեզուն բարդ է, բայց կարծում եմ, որ երբեմն այդ լեզվի բարդությունը կամ լեզվի բարդացումը օգտագործվում է հետևությունների եւ փաստերի պատճառահետևանքային կապերը կամ դրանց բացակայությունը թաքցնելու համար։ Այսինքն երբեմն երբ որ քննարկումներ են տեղի ունենում կամ հանրային դաշտում կամ ոչ հանրային դաշտում, երբ փաստարկը փաստարկի հետևից, փաստարկը փաստարկի հետևից եւ մի X պահի իրավաբանական մեր հարգելի հանրությունը սկսում է օգտագործել այն բառապաշարը, որը մեծ սովորական մահկանացուներից ընդհանրապես հասանելի եւ հասկանալի չէ, եւ խոսակցությունը դրանով ավարտվում է, որովհետեւ ասվում է, որ ահա կապերը այսպեսին են, բայց այդ կապերը տեսանելի չեն երբեմն։ Եվ շատ հաճախ, երբ որ այդ թվում հանրային որոշակի արձագանքի արդյունքում եւ հանրությունը ստիպված է բացատրություններ ակնկալել եւ ստանալ, թե ինչը, ինչու, ինչպես, ամեն ինչ հանգում է դրան եւ այստեղից է գուցե նաեւ պատճառը, որ վակուում է առաջանում եւ երբ որ իմիջիայլոց ուզում եմ ասեմ, որ երթվյալ ատենակալների դատարանի գաղափարը կապ ունի նաեւ սրա հետ, որովհետեւ երբ որ կողմերը չկարողացան երթվյալ ատենակալներին հասկանալի լեզվով բացատրել ինչը ինչոց է, իրանց խնդիրն է։ Հիմա մեր խնդիրն է, որ մենք չենք կարողանում հասկանալ ինչի ինչոց է, կամ հանրությունը չի կարողանում երբեմն, միշտ չէ, բայց երբեմն չի կարողանում հասկանալ ինչը ինչոց է։ Եվ այդ երևույթը մեր իրականության մեջ իմիջիայլոց շատ կա։ Երբ որ քննարկվում է որոշ դեպքերում, ասենք օրինակ հազար ներողություն, ես զուգահեռս ուղղակի չի, մեթոդաբանական է, երբ որ քննարկվում է, որ
օրինակ մշակույթը ի վերջո հանրությունը պետք է հաղորդակցվի մշակույթի հետ, հասկանա այդ մշակույթը։ Դե ասում են, գիտեք, ինձ սա այնուամենայնիվ էլիտար մշակույթ է։ Այս ոչ բոլորը պետք է հասկանան, սա նեղ շրջանակի համար մշակույթ է, այնպես որ սա է ճիշտ ուղղությունը։ Այստեղից հարց է ծագում, շատ լավ, եթե դա նեղ մշակույթ է, հանրությունը հարց կտակ, ասի ինչի եմ ես հարկեր վճարում, որպեսզի այս մշակութային հաստատությունները պահպանեմ, որպեսզի նա արտադրի մշակույթ, որ անցնում է դատարկ դահլիճներում կամ 5-6-7 հոգու ներկայությամբ կամ 15-20 հոգու ներկայությամբ, այն պատճառով, որ այդ մշակույթը ինձ հասկանալի չէ։ Եթե ինձ հասկանալի չէ, հասկանալի է թողնա վճար այդ մշակույթի գոյության եւ հետագա գործունեության համար։ Էլ եմ ասում, այստեղ հանկարծ խնդրում եմ սխալ չհասկանաք, բայց նույնն էլ արդարադատության դեպքում է։ Բայց որ դե գիտեք ինչ կան այսպիսի բարդ իրավական հանգույցներ, նրբություններ, որը այդպես է իրականում։ Ես չեմ ասում որ բարդ հանգույցները չկան։ Ես ասում եմ հանրությունը պիտի հասկանա ինչ է տեղի ունենում եւ ինչու։ Այստեղ է ճեղքը առաջանում, որ մարդիկ պատճառահետևանքային կապերը չեն հասկանում, ինչից սկսվեց, ինչի վրա ներքին համոզմունք, որը շատ կարևոր եւ առանցքային բան է։ Բայց եթե մենք չենք տեսնում, թե այդ ներքին համոզմունքը ինչի հիման վրա է ձևավորվել, հարության մոտ է ներքին համոզմունք ձևավորվում է, որ այս ներքին համոզմունքը ձևավորվել է ոչ ամենևին փաստերի եւ փաստարկների հիման վրա։ Ընդ որում նաև երբեմն մեր իրավաբանական հանրության ներկայացուցիչներ երբեմն կրակին յուղ են լցնում, ասելով, որ դե գիտեք ինչ իրավաբանությունը ճշգրիտ գիտություն չի։ Այո, գալիս է, զարգանում, դե կարա սենց էլ լինի եզրակացությունը, կարա նենց էլ լինի։ Սա ֆունդամենտալ պրոբլեմ է։ Որովհետեւ այսինքն ես կասեմ, գիտեք ինչ մենք ասում ենք, ինչի է ուշանում արդարադատությունը ոչ այնքան ուշանում, որտեղ տեղ չի հասնում։ Ինքը անընդհատ process է, ինքը չի հանգուցալուծվում։ Ինքը գնում է, անընդհատ պատկերացրեք ճամփորդություն, որը չի ավարտվում։ Այսինքն չկա այդ վերջին կետը, որ մենք եկանք հասանք հետեւյալ եզրակացության, եւ ընդ որում այստեղ խնդրեմը հələ եթե էս լիներ, դա կլիներ խնդրեմի մի մասը։ Նույն իրավաբանական նույն խոսույթները իրանք ունեն իրաց ներքին խոսույթը։ Օպերատիվ բլոկում առանձին ընկալումներ եւ պատկերացումներ կան, քննչական օղակում առանձին պատկերացումներ կան, դատախազական օղակում առանձին պատկերացումներ կան, դատավորական օղակում առանձին պատկերացումներ կան։ Ու սովորաբար, երբ որ բանը գալիս հասնում է այն դեպքերին, երբ որ հանրությանը պետք է տրվի պատասխաններ, ու էլ եմ ասում, ես ընդհանրապես ինչ եմ այս թեմաներով խոսում, որովհետև հանրության պատասխան տվողը ամենայն հարգանքով դահլիճում ներկա շատ, այսինքն ես եմ թիվ 1 պատասխան տվողը հանրության, թե ինչի ես մեկը նենց, այն մեկը նենց, այն մեկը նենց, այն մեկը։ Եվ ես այդ պատասխանը որևէ ձևով բովանդակություն ստանալու համար ինչ որ ձևով դիմում եմ նաև հասկանալու համար, թե այդ հարցերի ինչ պատասխաններ կարող են լինել։ Եվ ֆունդամենտալ պրոբլեմը ես հասկանում եմ, որ ներսում է տարբեր օղակներում, քննչական օղակում, օպերատիվ օղակում, դատախազական օղակում, դատավորական օղակում, երբեմն մենք տեսնում ենք իրադրության էլի ոչ նույնական ընկալում։ Սովորաբար դատավորական օղակում ասում է, որ դատախազական օղակում է խնդրեմը, որովհետև այնտեղ ինչ որ բանն են չի արվել, դատախազական օղակում ասում է, որ գիտեք քննչական օղակում է խնդրեմը, այնտեղ ոնց որ ինչ որ բան չի արվել, քննչական օղակում ոնց որ թե օպերատիվ մարմինը լավ չի աշխատել, այն պարագայում, երբ օրը ցերեկով ուղիղ եթերում մի բան է տեղի ունեցել, որը պետք է ստանա իրավաբանական արձագանք։ Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան,
Ես էլ չեմ խոսում այն խորը կոնսպիրատիվ ինչ-որ պրոցեսների մասին, որ պետքա ստանա իրավաբանական օրը ցերեկով բոլորի աչքի առաջ բանա տեղի ունեցել, որ պետքա ի վերջո հանգուցալուծվի, ստանա իրավաբանական գնահատական, ու տենց էլ այդ իրավաբանական գնահատականը չկա։ Ինչու՞, որտեղ օպերատիվ բլոկը լավ չի աշխատել կամ հակառակից ասոր։ Այսինքն այս 4 օղակները Երբ որ չի հասցեագրվում հարցը, 4 օղակներ ունեն պատասխան, մյուս օղակը լավ չի աշխատել, այդ ամբողջ պատճառը։ Ինչը չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, բայց հարցը հետևյալն է։ Ես էլի շարունակաբար դնում եմ այս հարցը. Ա հանրությունը ինչով է մեղավոր, եւ բ ես հիմա ինչ ասեմ մարդկանց։ Ֆունդամենտալ հարցը իմ հարցը շատ գործնական է։ Ես իսկապես բաներ չունեմ, նախապաշարաններ չունեմ, մյուս կողմից դատական մարմինների անկախության խնդիրը նույնպես ֆունդամենտալ խնդիր է, որովհետև հասկանալիորեն այդ հարցը բարձրացվելիս խոսվում է կառավարությունից, իշխանությունից անկախության մասին, որը անառարկելի օրակարգ է։ Բայց մենք համոզված ենք, որ երբ որ կառավարությունից անկախ է այդ համակարգը, ուրիշ որևէ տեղից կախված չի այդ համակարգը։ Որն է այդ համոզմունքը, այդ մեխանիզմը որն է, որը մեզ պետքա տա այդ համոզմունքը, որ այո, մենք ունենք անկախ դատական համակարգ։ Մյուս կողմից կարող է արդյոք երկրում ինչքան անկախ կարող է լինել դատական համակարգը ժողովրդից սահմանադրից։ Որն է այդ անկախության մեխանիզմը։ Որովհետև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում իշխանության միայն մի աղբյուր կա, եւ այդ աղբյուրը ժողովուրդն է, եւ հետեւաբար ժողովուրդը պետքա նաեւ հնարավորություն ունենա հասկանալ ինչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպես են այդ ինստիտուտները աշխատում, ինչ նպատակ են հետապնդում, ինչ արդյունք են գեներացնում, եւ սրանք հարցեր են, որոնց կարծում եմ նույնպես պատասխան պիտի տրվի։ Չնայած ընդհանուր առմամբ ես խոսեցի կառուցակարգերի մասին, ես կարծում եմ, որ ընդհանրապես ճեղք կա ժողովրդի եւ իրավակարգի միջեւ։ Այսինքն Հայաստանում հաստատված իրավակարգի եւ ժողովրդի միջեւ, ու իմ գնահատականը եղել է եւ շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը կախված է եւ կապված է նաեւ նրա հետ, որ ըստ էության բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում եւ համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված արդյունքները սահմանադրական հանրաքվեների չեն արտահայտում ժողովրդի կամքը կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ես դրա մասին շատ խոսում եմ հիմա տարբեր տեղերում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս, որով բնականաբար չեմ ծանրաբեռնի այսօր ձեզ, բայց սա նույնպես շատ կարևոր նրբություն է եւ ես այստեղ ֆունդամենտալ խորը խնդիր եմ տեսնում նաեւ նրանում, որ ժողովրդի եւ իրավակարգի երկրում հաստատված իրավակարգի մեջ օրգանական կապի խնդիր ունենք մենք։ Եվ այստեղ նաև որոշակի ճեղքեր են առաջացել եւ իմ կարծիքով այդ խնդիրները առաջանում են, ձևավորվում են այդ ճեղքերում եւ իմ կարծիքով սա հարց է, որի մասին մենք պետք է մտածենք, այսինքն հարցեր են, որոնց մասին պետք է մտածենք եւ քանի դեռ նման քննարկումների անհրաժեշտություն է շեշտադրումներով կա եւ մենք այս քննարկումները իրականացնում ենք, համեն դեպս դա վկայությունն է այն բանի, որ մենք չենք հասել այն կետին, որին ուզում էինք հասնել։ Շնորհակալ եմ։